Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա, նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտների տեսակներ եւ շեղմեր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ։ Մասնավորապես, հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Այս շրջանակում նաև սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը եւ թոռները։ Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Ժառանգությամբ ստացված դրամական միջոցները հասկանալի է, բայց գույքը լավ չհասկացա, պարոն նախարար, կներեք էլի մի հատ բարձաբանեք։ Սովորաբար ժառանգությամբ ստացված գույքը նաև ստացողի գնահատմամբ, որ գնահատվում եւ հայտարարագրվում է։ Այդտեղ եթե անշարժ գույքի մասին խոսք գնա մոտարկված արժեքը դեր ունի, թե անձը ինքնուրույն է գնահատում։ Ինքնուրույն գնահատում է։ Շատ լավ։ Հիմա պարոն նախարար, սա բավականին պարզեցնում է, չէ, իրավիճակը եւ լրացման կանոնները, ու ավելի հասկանալի մատչելի է դարձնում։ Սա շարունակությունն է այն փոփոխությունների, պարոն Գրիգորյան, որ մենք բախվել ենք անցած տարվա ընթացքում եւ մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել, հնարավորինս հայտարարագրերի լրացման ընթացքը դարձնել ինքնաշխատ։ Իհարկե հասկանում ենք նաեւ, որ սա որոշակիորեն մեր տեղեկատվություն ստանալու հնարավորությունները սահմանափակում է, բայց մենք կարծել ենք, որ այս փուլում մեր քաղաքացիների հարմարավետությունը եւ պարզությունը, որովհետեւ մենք այս համակարգի ներդրման սկզբնական փուլում ենք դեռ, առավել կարեւոր է, քան այն երկարաժամկետ նպատակները, որ մենք մեր առաջ դրել ենք, հետագայում մենք կփորձենք առանց խնդիրներ ստեղծելու այդ տվյալների հավաքման process-ը հնարավորինս ինքնաշխատ շարունակել իրականացնել։ Նախարար, իսկ որ մտածում ենք, որ եթե անձը համաձայնություն է տալիս, ապա բանկերից ստացված եկամուտն էլ մենք արտացոլենք ենք եւ ավտոմատ գեներացնենք այդ տարբերակը արդեն աշխատում է, թե լմշակման փուլում է։ Երևի ՊԵԿ-ի գործընկերներին պետք է հարցնենք, որովհետեւ իրանք են այդ մասով։ Պարոն Գրիգորյան, այս պահին կենտրոնական բանկի հետ ակտիվ աշխատում ենք ու առաջիկա ամիսներին կունենանք, այսինքն ընթացքում է եւ նախագիծը եւ այդ թվային լուծումը, բայց միայն դա չի, մենք նաեւ կունենանք որոշ թվայնացում, այսինքն որոշ ավտոմատ փոխանակումներ, հատկապես կարծում եմ մեր
կենսաթոշակ ստացող եւ սոցիալապես անապահով խավերին սա նաեւ կետաքրքրի, որ մենք նպաստներ, կենսաթոշակներ, սոցիալական օժանդակության տարբեր միջոցներ, զինծառայողների հիմնադրամի ստացող հատուցումներ, այս բացի այդ բանկերի ինֆորմացիայից նաեւ այս 4-ը կունենանք ավտոմատացված։ Ու արդեն առելի ինֆորմացիա ավտոմատացված կլրացվի, կնախալրացվի համապատասխան հայտարարագրում։ Բայց հիմա թոշակները չենք նախալրացնում, ինչի։ Դեռ ոչ։ Դեռ ոչ, բայց կունենանք։ Այսինքն մինչև հունիս ամիսը կունենանք այդ։ Համեց Ես ուզում եմ հիշեցնեմ, որ թոշակառուները առաջի անգամ այս տարի պետք է լրացնեն, այսինքն ըստ էության իրանք նոր են մտել համակարգի մեջ եւ ըստ էության իրանց համար ամբողջ տեղեկատվությունը, եթե իրանք այլ եկամուտներ չունեն, որևէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու։ Հասկանալի է, բայց ես ուզում եմ հասկանամ ինչքանով ենք մենք սինխրոն։ Հիմա թոշակառուները պիտի լրացնեն 26 թվականի տվյալները 27 թվականին, հա? Չէ, 25 թվականի համար 26 թվականին։ Եթե 25 թվականի համար 26 թվականին, ապա եթե լուծումը ավտոմատացման մինչև հիմա չենք տվել, բան ենք առաջացնելու, ցայտնոտ ենք առաջացնելու։ Ես չեմ կարծում, որ լուծում։ Այդպիսի խնդիր չկա, պարոն Գիգոյան, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2 տարի անցումային շրջան սահմանեցինք նոյեմբերի 1-ը միջև վերջնաժամկետ սահմանելով հենց այդ նպատակով։ Այսինքն մենք մինչև նոյեմբերի 1-ը թոշակառուների վաստակի ավտոմատացում, այսինքն կօգտվենք մեր աղբյուրներից եւ այո, իրենք կարող են հանգիստ նույնիսկ սպասել այդ լուծումները կլինի, դա կնախալրացվի, հետո կմտնեն կտեսնեն այդ ամբողջը ավտոմատ լրացված։ Այդ լուծումները, պարոն Հակոբյան, պարտադիր պետք է լինի։ Դա ֆիքսացիա եթե մինչև նոյեմբերի 1-ը դա չունենանք եւ մեր հարգարժան թոշակառուներին ասենք մտեք լրացրեք հայտարարագրեր, դա կլինի նախ իրացիոնալ եւ երկրորդը կլինի մեծ անհարմարություն եւ մենք պիտի նման բան իմ կարծիքով թույլ չտանք։ Բացի թոշակներից էլ ինչներ, որ մենք որպես պետություն տվյալ ունենք, բայց ավտոմատացման խնդիր պիտի լուծենք, որ ավտոմատ գեներացվի։ Դե բանկերի մասին խոսեցինք, ես նշեցի այլ հարցը։ Նպաստ սոցիալական օժանդակության տարբեր ծրագրերով ստացվող միջոցները, զինծառայողների հիմնադրամից ստացվող հատուցումները, այս սրանք բոլորը կլինեն եւ հանգիստ մինչեւ նոյեմբերի 1-ը լինելու են։ Մեր առաջի կիսամյակի առաջնահերթությունների մեջ հստակ ֆիքսված է ու այդ լուծումները կունենանք բավական շուտ, պարոն Գիգոյան։